Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե ՔՊ-ում համբալ բառը ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսալիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք, համբալ։ Այս տրենդը Հայաստանում տարածված է ու շարունակում է տարածվել, որովհետև Հայաստանում թե Ռոբերտ անունը առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունը առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար, միանում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ։ Հասկացար, այ համբալ։ 2021 թվին ժողովուրդը քեզ կզցրել է ու չկասկածես, որ 2026 թվի հունիսի 7-ին ժողովուրդը նորից քեզ կզցնելու է։ Ու դու կզած վիճակում, հենց կզած վիճակից, տանկերի ու զորքերի ու վահանների հետևից կրակել ես ժողովրդի վրա։ Ու ժողովուրդը նաև սրա համար է քեզ կզցնելու ու երկար ժամանակով ուղարկելու է քրեակատարողական հիմնարկ։ Եվ հետո այ համբալ, որ ասում ես 5000 զոհ, հիմնավորի քո ասած 5000 զոհը, հիմնավորի, որ 5000 զոհ է եղել։ Եթե չհիմնավորեցիր, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ քեզ դրա համար է կզցնելու, չկասկածես, ու այդ բառերի տակից դուրս չես գալու, եթե չհիմնավորես, իսկ հիմնավորել չես կարա, ես եմ քեզ ասում։ Այդ մաֆիան եւ այդ կուսակցությունը 23 գլուխ ա ունեցել, մենք այդ գլուխները կտրելով եկել ենք, տակը մնացել են վերջին 3 գլուխները եւ 2026 թվականի հունիսի 7-ին մենք պիտի հատենք այդ գլուխները եւ փակենք քրեա օլիգարխիկ կլանների Քոչարյան, Սարգսյան, պրոբելարուս, Կալուգացի եւ մյուսների էջը եւ Հայաստանում պետք է հաստատենք վերջնական եւ անշրջելի արդարություն։ Ես համաձայն եմ մարդիկ ասում են, որ մենք դեռ չունենք այն արդարությունը, որ պիտի ունենայինք։ Ես լիովին համաձայն եմ։ Այո, եւ մենք պետք է ինչու չունենք։ Այդ թվում նույն պատճառով ժողովուրդ մենք պայքարել ենք ամեն օր, ամեն Աստծո օր մենք պայքարել ենք մաֆիայի դեմ եւ մաֆիան այսօր ծնկի է բերված եւ մեզ մնացել է վերջին քայլը, որպեսզի մաֆիան քոչարյանասերժական, կալուգա բելարուսական մաֆիան Հայաստանում վերջնականորեն եւ աներկբա ոչնչացնենք եւ արտբատախիլ անենք։ Մարդիկ շատ դիտողություն են անում եւ ես համաձայն եմ դրա հետ։ Այսօր ասում են ինչա Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ, ինչա է մեկը ազատության մեջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Նույն պատճառով, բայց ես համոզված եմ, որ մենք Հայաստանում կհաստատենք արդարություն եւ ես համաձայն եմ բոլոր բազմաթիվ մարզերի եւ գյուղերի մեր այն բնակիչների հետ, ովքեր ասում են, քանի դեռ մարտի մեջքի թիվ 1 ոչրագործը բանտում նստած չէ, ուրեմն Հայաստանում չկա բավարար արդարություն եւ մենք պետք է գնանք եւ միասին ժողովրդի ուժով պիտի հաստատենք այդ արդարությունը եւ ես ուզում եմ դուք իմանաք, նրանք որևէ մեկը որևէ տեղ չեն կարող փախնել, նրանք որևէ տեղ չեն կարող փախնել, դեռ ավելին բոլոր փախածներին վերադարձնելու ենք եւ համապատասխան ասենք, թե հասկացաք ինչ նկատի ունեմ։
Ժողովուրդ իրականում սակայն այն ինչ որ ասի ամենակարևորը չի։ Ամենակարևորը իմ ասածների մեջ հետևյալն է, որ Հայաստանում հաստատված է խաղաղություն եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ խաղաղության առիթով։ Խաղաղություն, խաղաղություն, բայց ձեր հաստատած, ձեր զրկանքների ու տառապանքների, ձեր համբերության եւ իմաստնության գնով հաստատած խաղաղությունը այսօր ամենօրյա եւ ամենժամյա հարցակումների ներքո է։ Եվ մարդիկ ձեզ հայտնի ուժերը պատերազմի եռագլուխ կուսակցությունը ցանկանում է ոչնչացնել խաղաղությունը, որովհետև խաղաղությունը իր հետ բերել է նաև ազատություն։ Խաղաղությունը ժողովրդավարության, ազատության, բարեկեցության ամենամեծ գրավականն է եւ նրանք ուզում են ոչնչացնել խաղաղությունը Հայաստանի ժողովրդին կրկին ճորտացնելու եւ Հայաստանի ժողովրդին ստրկացնելու իրենց խափանված ջարդուբշուր եղած ծրագիրը ավարտին հասնելու համար։ Բայց ես էլի ասում եմ, ես չեմ կարող հավատալ, ես պարզապես չեմ կարող հավատալ, որ դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները կարող եք դա թույլ տալ, ես չեմ կարող դրան հավատալ։ Եվ հետևաբար անհրաժեշտ է 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, անհրաժեշտ է տեր կանգնել պետությանը, անհրաժեշտ է տեր կանգնել ազատությանը, անհրաժեշտ է տեր կանգնել ապագային, անհրաժեշտ է տեր կանգնել անկախությանը։ Սա չափազանց կարևոր առաքելություն է եւ այս առաքելությունը մի մարդու առաքելություն է, մի մարդու առաքելություն է։ Ինձ ամենաշատը վախեցնում եւ մեզ ամենաշատը մտահոգում է այն